ԿՊԱ-ական իշխանությունը ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ է, բայց այնքան անտաղանդ ու էժան, որ դառնում են ծիծաղի առարկա։ Փետրվարի 25-ին Veolia ջուր ընկերությունը հայտնեց, որ ամռան ամիսներին ժողովրդին ամեն օր 7 ժամ անջուր է թողնելու։ Երկար դժգոհություններից հետո տարածքային կառավարման նախարարը հայտնեց, թե կառավարության միջամտության արդյունքում ջրերը գիշերը չեն կտրի։ Նախապես չեն կարգավորել հարցը, սպասել են հրապարակվի, հանրայնացվի, որ իրենք որպես ջուր բերող ասպետ գան ու իբր կարգավորեն խնդիրը։ Հետաքրքիր է, կառավարության միջամտության արդյունքում էլ ինչեր կտեսնենք մարտ, ապրիլ ու մայիս ամիսներին և մինչև հունիսի 7-ը։ Հնարավոր է կառավարության անդամներին տեսնենք կամրջների վրա ինքնասպանություն կանխելիս։ Հնարավոր է նախարարները ավտոբուսով երթևեկեն միայն նրա համար, որ տատիկներին իրենց տեղը զիջեն։ Օդերևութաբանները գրում են, ասում են, որ մայրաքաղաք Երևանում մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում 18-ից 23 մետր/վայրկյան արագությամբ։ Հնարավոր է հայտարարեն, որ կառավարության միջամտության արդյունքում քամու արագությունը իջեցվել է 16-ից օրինակ 21 մետր/վայրկյանի, կամ էլ տեղափոխվել է քամին հունիսի 8-ից հետո։ Սրանք Ժողովուրդ ջան, պատրաստ են ծաղրվել ուժերի ներածին չափով։ Պարզվեց իմիջիայլոց, որ ջրի խնդիրը ոչ էլ լուծել են։ Ջրային կոմիտեի նախագահն ասում է մեկ է, լինելու են ջրանջատումներ, բայց 70 միլիոն եվրո վարկի տակ են գցում պետությանը, ժողովրդին իբր ջրային բարելավումների համար։ Չեն բարելավում, ջրերը նույնությամբ անջատելու են, բայց վարկ են վերցնում։ Չեն բացառում, որ կառավարությունն ասի՝ մի անջատեք ջրերը մինչև հունիս, ընտրություններից հետո ուզում եք օրվա 20 ժամը անջատեք ջուրը։ Մենակ կառավարական դաչաների նտակ լրիվ հերիք է։